Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է, հասնելով 1.700.000-ի։ Առաջին ներդրման փուլը ինչ որ առումով անցել ենք բավական սահուն։ Իսկ առաջին շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 միլիոն անձի ապահովագրությունը։ 2027 թվականի հունվարի 1-ից մեզ միանալու են նոր խմբեր։ Դրանք են քաղիրավական պայմանագրերով աշխատողները, միանալու են տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, միանալու են արդեն անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները։ Նպատակ կա արդեն 2028 թվականի հունվարի 1-ից 3 միլիոն բնակչությանը ներառել ապահովագրության ծրագրի մեջ։ 28 թվականի հունվարից արդեն պետական պատվերը որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի։ Առողջապահության նախարարը նշեց, որ 1.700.000 շահառուներից ծառայություններից օգտվել է 842.750 անձ, ընդհանուր մատուցվել է 8.399.491 ծառայություն, 97.4 միլիարդ դրամ կատարողականով։ Նրա խոսքով գրանցվել է բարձր դիմելիություն, ինչպես կանխարգելիչ ու սկրինինգային, այնպես էլ դեղորայքային և հիվանդանոցային ծառայությունների մասով։ Նախարարը նաև նշեց, որ ընտրություններից առաջ առողջության ապահովագրության չեղարկման մասին տարածվող լուրերը ևս ազդել են դիմելիության աճի վրա։ Այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն նկատում ենք որոշակի կայունություն դիմելիության։ Այդ մայիսի վարքագիծը ինչ որ առումով արհեստականորեն ուռճացված էր։ Հիմա արդեն կարող ենք գնալ դեպի կայունացման։ Նախարարից հետաքրքրվեցինք, արդյոք մարզերում բժշկական կենտրոնների հիմնանորոգման և վերազինման գործընթացին զուգահեռ իրականացվում է նաև հիվանդանոցների նեղ մասնագետներով համալրման քաղաքականություն։ Այն օրը ես Գավառի բժշկական կենտրոնում էի, մենք տրամադրել ենք նոր էնդոսկոպիկ համակարգ վիրահատությունների եւ արդեն Երևանից բժիշկ ունենք, ով Գավառում է աշխատում, գնում է այնտեղ վիրահատությունները իրականացնում եւ մեր մարզի բնակիչները այնտեղ սպասարկվում են։ Այո, դեռ որոշակի մասնագիտություններով բարդություն ունենք, որովհետեւ պահանջարկը մեծ է այս մասով։ Անահիտ Ավանեսյանի խոսքով մայրաքաղաքի մի ծայրից մյուսը հասնելու համար հաճախ ավելի շատ ժամանակ և ջանքեր է ծախսվում, քան մարզեր հասնելու համար։ Նրա խոսքով հեռավոր մարզերում նեղ մասնագետների հասանելիությունն ապահովելու նպատակով էլ փորձում են ներդնել նաև նման լուծումներ։ Օրինակ, ձեզ բերեմ Մեղրիում էի մի քանի օր առաջ եւ այնտեղ դատաբժշկական փորձագիտական կենտրոնի մասնաճյուղը բացում էինք, նաեւ քննարկում էինք, որ Մեղրի գործուղված բժիշկների համար փոքր կացարանային հնարավորություններ ստեղծենք, որ անձինք գնան այնտեղ բնակվեն եւ նաեւ սպասարկեն։ Այսինքն այսպիսի լուծումներով էլ փորձում ենք շահագրգռենք մեր մասնագետներին, բայց ակնհայտ է, որ հոսքը Երևանից դեպի մարզեր մասնագետների կա եւ մեծանում է։ Նախարարն ասաց, որ մինչև սեպտեմբեր նպատակ ունեն ամփոփել քաղաքացիների դիմելիության մոնիթորինգը եւ գտնել կազմակերպման ավելի հարմարավետ լուծումներ։ Լրագրողների հարցին ի պատասխան նախարար Ավանեսյանը հայտնեց, որ առաջիկայում Ստամբուլում կմասնակցի առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային նախարարական համաժողովին, նվիրված երկրաշարժերի եւ այլ արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը։ Մենք գտնվում ենք մեր Հայաստանի ուրեմն արտակարգ իրավիճակների արձագանքման բժշկական թիմերի գնահատման փուլում եւ առաջիկայում հենց ԱՀԿ-ի կողմից հավաստագիր կստանանք բարեհաջող անցնելով գնահատման փուլը եւ Հայաստանը կունենա նման բարձր սերտիֆիկատ ունեցող թիմեր։ Ավանեսյանի խոսքով համաժողովին մասնակցելու են նաև տարածաշրջանի այլ երկրների առողջապահության նախարարներ։ Նա նշեց, որ հնարավոր են նաև երկկողմ հանդիպումներ, սակայն նրա խոսքով դրանց հստակ օրակարգ այս պահին դեռ ձևավորված չէ։ Տիգրան Հովակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։